2016 թվականի ուսումնական տարին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուշացումով է մեկնարկում։ Հանրապետությունում առկա H1N1 տեսակի գրիպի տարածման վտանգից խուսափելու համար դպրոցներում դասապրոցեսը կսկսվի փետրվարի 1-ից։ Շուրջ 1 ամսյա դադարն աշակերտները կլրացնեն լրացուցիչ դասաժամերի եւ գարնանային արձակուրդների հաշվին։ Նախատեսվել է, որ գարնանային արձակուրդը, որը մարտի վերջերն է նախատեսված 1 շաբաթ, դա չտրվի աշակերտներին, պարապմունքներ կազմակերպվի 1 շաբաթը դրանով դուրս է գալիս, մնում է 2 շաբաթ։ 2 շաբաթն էլ նախատեսված է, քանի որ 5 օրյային, մինչև մայիսի կեսերը 6 օրյա ուսուցումով կազմակերպեն դասեր եւ դա նույնպես կլրացվի ու մինչև մայիսի 10-15-ը մենք ուսումնական պլան լրիվ կատարած կհավասարվենք նախատեսված։ Իսկ այն դպրոցները, որ մի 2-3 դպրոց կա քաղաքային հիմնականում, որ 6 օրյա է կազմակերպվում, այդ դպրոցներում էլ լրացուցիչ արտաժամյա, քանի որ իրանց ծանրաբեռնությունն ավելի քիչ է, պակաս է, լրացուցիչ 6-7 ժամ պարապելու հաշվին կլրացնեն ու էլի նույն ժամկետում կհավասարվեն։ Դասապրոցեսի ընթացքում ծրագրային փոփոխությունները տարբեր կերպ են ընդունվում, ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից։ Ամեն դեպքում երկուստեք կփորձեն այդ բացը լրացնել։ Բնականաբար աշակերտների ծանրաբեռնվածությունը կավելանա։ Ուսուցիչներս աշխատում ենք հնարավորինս, որպեսզի ծրագրի թերակատարում չլինի, բայց այնուամենայնիվ նյութի մատուցման ուսուցչի կողմից թերություն չի լինի, աշակերտի յուրացման մակարդակում որոշ տարբերություններ կտան։ Եվ ծանրաբեռնվածությունն է, եւ երեխաների դժգամությունն է։ Հասցնելը հասցնեն, որտեղ առաջի դեպքը չէ, մի քանի տարի էլ էսպես է։ Ասենք անցած տարի 1 շաբաթ էր կամ 2, հիմա 3 շաբաթ է։ Երևի կհասցնենք եւ դպրոցում ավելի շատ կանենք այն առաջադրանքները, որ մենք ընդունվելու ավելի շատ հնարավորություն կունենանք դրանով։ Դպրոցը ինձ թվում է ելք կգտնի, որպեսզի կարողանանք էֆեկտիվ կերպով լրացնենք դասերը։ Կարծում եմ դժվար չի լինի։ Համ հանգստացանք, համ էլ կարողացանք ուրիշ բաների վրա կենտրոնանալ, ընդհանուր զարգացմամբ զբաղվել։ Օրենքի համաձայն դպրոցների դասասենյակներում նախատեսվող ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18 աստիճանից։ Հանրակրթական դպրոցներում 3 շաբաթյա դատարի պատճառով զգալի նվազել է ջերմաստիճանը։ Ներկա պահին, օրինակ, այս դասասենյակում ջերմաչափը ցույց է տալիս 16 աստիճան, սակայն պատասխանատուները վստահեցնում են, որ մինչև փետրվարի 1-ը այն կհասնի 18-ից 20-ի։ Հիմնականում այն դպրոցները, որոնք որ կաթսատնով ջերուցվող է, այդ կաթսելու խնդիր ունեն, նրանք թույլով ջերուցվել են բոլորը, որովհետև անջատել չէին կարող, ու մանավանդ որ հայտարարություն ունեցավ, որ շաբաթ իրանք չէին կարող դադարել անջատել, որովհետև ժամկետ չկար։ Թույլով ջերուցվել է, բնականաբար մի 2 օր առաջ դասերը սկսելուց մի քիչ ավելի բարձր ջերուցում կապովեն, կգա տեղը կառնի։ Իսկ այն դպրոցները, որտեղ հեղուկ վարելյան դուտեր եղեք յուղերում բանում, չի ջերուցվել, իրենց էլ հանձնարարվել է, որ ուրբաթ օրվանից, շաբաթ օրվանից սկսեն ջերուցել դպրոցները, որովհետեւ մինչև դասերը սկսելը այդ ամսի 1-ին արդեն նորմալ մտնոլորտ ապահովված է ջերմային ապահով։ Հիմա ջերմաստիճանը դպրոցում 15-16 աստիճան է։ Շաբաթ կիրակի օրերը ամբողջ ծանրաբեռնվածությամբ կաթսայատունը կաշխատի եւ 2 շաբաթը կհասցնենք մինչև 20-21 աստիճան։ Փետրվարի 1-ից դասերը վերսկսվելուն պես դպրոցներում ուժեղացվելու է բուրս սպասարկումը, իսկ բացակայությունները հարկելի կլինեն միայն հատուկ թույլտվության համաձայն։ Լուսինե Պողոսյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։